Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Մեր օրերում ժամանակակից երաժշտությունը ժանրային սահմանափակումներ վաղուց չունի, դասական գործիքները վաղուց համագործակցում են ալգորիթմերի հետ, իսկ արհեստականը ձգտում է բնությունից ավելի բնական լինել։ Ինչ է առաջարկում ժամանակակից երաժշտությունը մեր օրերում, տեխնոլոգիան արդյոք սպանում թե ազատագրում է արվեստը սահմանափակումներից։ Մենք այս հարցերի մասին ենք այսօր խոսելու կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Ումրոյանի հետ։ Ողջույն Սերգեյ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Սերգեյ, ձեր ստեղծագործություններում հաճախ կարելի է հանդիպել էքսպերիմենտալ լուծումներ ու բազմաժանր համադրություններ, ինչով է դա բացատրվում։ Կա որոշակի հավասարակշռություն, այսպես դասական կանոնների ու նաև էքսպերիմենտալ մոտեցումների հետ մեր օրերում, այսպես որ մի քիչ ընդլայնենք ու նաև մասնավորապես ձեր գործերով օրինակներով ցույց տանք։ Առհասարակ մոտեցումների տեսակետից ես չունեմ սահմանափակումներ, քանի որ ես անում եմ երաժշտություն, ստեղծագործում եմ երաժշտություն եւ դա իմ համար process է, որից որ ես ինքս հաճույք եմ ստանում ու այդ process-ի մեջ ստեղծվում են տարբեր մոտեցումներ, տարբեր պատկերացումներ եւ որպեսզի ձևաչափերի մասին խոսելուց կասեի, որ նայած ինչ ստեղծագործության պարագայում ինչ մոտեցում է եւ կոնկրետ նաեւ թե ինչի համար է դա ստեղծվում, որովհետեւ արդեն բավական երկար ժամանակ ես ուղղակի երբ երաժշտությունը գրում եմ, ես գիտեմ կոնկրետ դա որտեղ է կատարվելու, ովքեր են լինելու, ինչ հնարավոր եւ լսարանը եւ թե ինչ գաղափարի մեջ պետք է այդ ամեն ինչը լինի, արդյոք պետք է ակուստիկ միջոցներով լինի, թե էլեկտրոնային միջոցներով լինի ու այդ բնականաբար արդեն ինչ որ համ սահմանափակումները, համ հնարավորություն են տալիս, որպեսզի տարբեր համագործակցությունների մեջ կիրառել տարբեր մոտեցումներ։ Լավ է, երբ որ տիրապետում ես ու կարողանում ես եւ ակուստիկ երաժշտություն գրել, եւ էլեկտրոնային երաժշտություն գրել, եւ այդ մեկը իրար հետ նաև կարելի է միքս անել միասին եւ էլեկտրոակուստիկ երաժշտություն եւ ամեն ինչ կարելի է ինձ թվում է մեր ժամանակներում ու առհասարակ արվեստում ամեն ինչ կարելի է։ Դա չի նշանակում, որ դուք ինչ որ իմաստով հարմարվում եք իրողություններին։ Չէ, որովհետև դու միշտ ունես հնարավորություն չանելու դա, հրաժարվելու այդ պատվերից կամ հրաժարվելու այդ անելուց, բայց ես միշտ աշխատում եմ գտնեմ ինչ որ ինձ հետաքրքրող մոտեցումներ եւ եթե գաղափարական, սյուժետային առումներով ինձ դա գրավում է, ես վերցնում եմ այդ պրոյեկտը ու ամբողջական նվիրվում եմ, որպեսզի մաքսիմալ իմ հնարավորությունների սահմաններում կայանա։ Իսկ առհասարակ կոմպոզիտորի ստեղծագործության մեջ ի՞նչն է մնում, այսպես ասած, կենթանի ու անփոխարինելի։ Երևի կենթանի ու անփոխարինելի մնում է Այսինքն առանձնահատուկ ինչ որ իմաստով էմոցիաները, ընկալումները, պատկերացումները, նույնիսկ եթե դու կիրառում ես արհեստական բանականության տեխնոլոգիաներ, որը որ անխուսափելի է մեր ժամանակներում, ես կասեի նույնիսկ եթե առաջ օրինակ եթե մենք օգտագործում էինք երաժշտական ձայնադարաններ, ասենք սիմֆոնիկ երաժշտություն ֆիլմի համար գրելու համար, մենք օգտագործում ենք բազմաթիվ գրադարաններից ենք օգտվում ձայնային, որ համապատասխան ծրագրերի մեջ ստեղծենք այդ ոճը, այդ երաժշտությունը, այդ հնչողությունը։ Հիմա ոնց որ ես վերաբերվում եմ ավելի շատ արհեստական բանականությանը որպես գործիք ու շատ հետաքրքիր գործիք, որը որ նաև ինչ որ ձև
պայքար է ստեղծում քո պատկերացումների ու իր առաջարկի մեջ, որ երբ որ դու պինդ ես, գիտես թե ինչ ես ուզում դու անես, արհեստական բանականությունը չի կարող իր ամեն գեներացիան քեզ ինչ որ պարտադրի եւ դու կլանվես ու շեղվես ուղությունից, բայց երբ որ դու գիտես կոնկրետ ինչ ես անում, ինչի համար ես անում, ինձ թվում է ընդունելի է, որպեսզի կիրառես նույն գործիքակազմն է, ինչ որ առաջ էր, ուղղակի ավելի ընդլայնված հնարավորություններ։ Դա ավելի հեշտացնում է ձեր գործը, թե հակառակը։ Ես ժամանակի տեսակետից այո, երբ որ կիրառություն ունենում եմ ժամանակի տեսակետից շատ օգնում է ու նաև ասիստենտ որպես ինչ որ հատվածների, ինչ որ գաղափարների, ինչ որ որտեղ որ պետք է փոքրիկ նյուանսներ ավելացնել, արդեն ոնց որ դրա մեջ երբ որ գիտես ինչ պահանջես եւ ինչ ստանաս, արդեն հեշտ է, բայց շատ ժամանակ այդ մի քիչ կարող է տանել ուտոպիայի ու դու սկսես արդեն շեղվել քո ուզածից ու սկսես գնաս այն ճանապարհով ինչ որ բանը։ Ինձ համար ամենակարևորն է, որ ես ի սկզբանե իմանամ ինչ է ինձ պետք, ես ինչ եմ գրում, ինչի համար եմ գրում, ինչ գաղափար կա դրա մեջ, հետո նոր որոշեմ ինչ գործիքներով եմ ես դա անում, որովհետև այդ պարագայում արդեն թե արհեստական բանականություն կլինի, թե հին տեխնոլոգիաներ կլինի, թե անալոգ գործիքներ կլինի, ընդհանրապես կարևոր չի, կարևորը թե ինչ գաղափարով ես դրան մոտենում են։ Շատ լավ։ Ես նաև ուզում էի ձեզ հետ խոսենք, թե օրինակի համար ձեր գործունեության ընթացքում արդյոք հիմա ինչ ժանրային, այսինքն ուզում եմ հասկանալ, որ ժանրում եք այսօր ստեղծագործում։ Շատ բարդ բան է։ Ես չգիտեմ, բայց քանի որ հիմա ես մտածում էի եւ ուզում էի հասկանալ, որովհետեւ այսպես համագործակցության տարածքները, տիրույթները շատ բազմազան են, սկսած ակադեմիականից մինչև ռեփ ստեղծագործություն, էլեկտրոնային ստեղծագործություն եւ հարց է առաջանում հիմա որ ժանրում եք դուք ստեղծագործում։ Ինձ թվում է իմ կյանքում հիմա միած շրջան է, որտեղ ես ամեն ինչ փորձում եմ եւ փորձառությունների շրջան է ու ես անընդհատ տարբեր փորձառություններ եմ ունենում, տարբեր գործիքներ, տարբեր ժանրեր, տարբեր ոնց մոտեցումներ ու համագործակցություններ են լինում, որոնցից որ եթե դա ես սիրում եմ, օրինակ ես ամեն ինչը սիրելով եմ անում, էլի, այդ նույն վերջերս Միշոյի հետ թողարկվեց ալբոմ, իմ ռեմիքսները, բայց իմ ռեմիքսերը այն երգերին, որոնք որ ես էի սիրում ու վաղուց եմ այդ երգերը սիրում էի ու տենց ուզում էի դա անել, արեցի եւ դրան ոնց որ խոչընդոտ չկա իմ համար, գուցե ասենք դա ակադեմիական ունկնդրի համար լինի շատ ոնց որ կոմերցիոն, կոմերցիոն, չգիտեմ, հա, չէ, մեր ակադեմիական երաժշտության ոլորտում, եթե նայենք նույն պատմության ընթացքում, Բաբաջանյանն էլ գրում էր փոփ երգեր, մեր բոլոր կոմպոզիտորները գրեթե ունեն ջազային փոփ երաժշտություն եւ ոչ մեկ չի ասում, որ դա վատ է կամ դա պիտի չլիներ, դա ոնց որ process է, ու այդ եթե կոմպոզիտոր դա կարողանում է անել ու դա լավ է անում ու դա ինչ որ լսարանի, ինչ որ շրջանակի համար դա ընդունելի է եւ առաջնահերթի իր կողմից դա ընդունելի է, ուրեմն ինձ թվում է ոչ մի խնդիր չկա, բայց ես ունեմ տարբերակված մոտեցում ու բաժանել եմ իմ ոնց որ ստեղծագործական ճանապարհները երկու մասի, դա Սերգեյ Ումրոյանը որպես առանձին կոմպոզիտորական երաժշտության մեջ, ակադեմիական, բալետային երաժշտության մեջ եւ այլն, իսկ Ուրմիան որպես արտիստ էլեկտրոնային ինքը առանձին պրոյեկտ է, որտեղ որ ես թողարկում եմ իմ էլեկտրոնային երաժշտությունը եւ պրակտիկայում կյանքի
շատ արտիստներ են նույն մոտեցումը ունեցել, որ ինչի համար, որպեսզի մարդկանց մոտ շփոթություն չառաջանա, այն մարդիկ, ովքեր որ ակադեմիական երաժշտությունն են ուզում լսեն, իրանք փնտրում են Սերգեյ Ումրոյանին ու լսում են Սերգեյ Ումրոյանի ակադեմիական երաժշտությունը, իսկ եթե իրանք ուզում են էլեկտրոնային երաժշտությունը լսեն, իրենք լսում են ուրմիային։ Շատ լավ, իսկ այդտեղ ժամանակակիցը ո՞րն է ամեն դեպքում։ Հնարավոր է որ կա այդպիսի բան, բայց ժամանակակիցի խնդիր կա այստեղ հնի ու նորի խնդիր։ Օրինակ Ուրմիան է ավելի նոր եւ ժամանակակից, թե Սերգեյ Ումրոյանը։ Չի ասի, որովհետեւ Ուրմիան ինքը բավական նաև ավանդական մոտեցումներով էլեկտրոնային երաժշտության մեջ նույն տեխնոյի եւ էքսպերիմենտալ էլեկտրոնային երաժշտության մեջ բայց Սերգեյ Ումրոյանը ոնց որ ավելի շատ հետազոտող ստեղծագործություններ, այսինքն ես դիտարկում եմ որպես ակադեմիական դաշտ է իմ մոտ ինձ հարստացնելու տարածություն, այսինքն իմ երաժշտական ընկալումները, իմ գիտելիքները, իմ ամեն ինչը ես ոնց որ վերցնում եմ ակադեմիական երաժշտության մեջից, էլեկտրոնային երաժշտության ակադեմիական ժանրերի ոլորտներից եւ այլն, եւ դրանք ինչ որ ձև նկատելի են նաև Ուրմիայի մեջ, բայց Ուրմիան ոնց որ ավելի հասանելի է հանդիսատեսին, ունկնդրին, որովհետև ավելի լայն լսարանի համար է նախատեսված, իսկ այն ինչ որ ես անում եմ կոմպոզիտորական երաժշտության մեջ շատ ժամանակ դա կարող է լինել փորձառություն, որը ես երբեք չեմ արել ու մի գործիքից փորձեմ ստանալ այնպիսի ձայներ, որ երբևէ ես չեմ լսել այդ գործիքով նման ձայների վերարտադրություն։ Հետաքրքիր է, իսկ կա խնդիր, ստեղծագործական խնդիր, որ դուք ձեր առաջ դնում եք, կարող է արդյոք երաժշտությունը սոցիալական փոփոխությունների կամ արժեքների վերաիմաստավորման խնդիրներ դնել, այսպիսի հարցերի անդրադառնալ։ Առհասարակ հա զուտ էսթետիկ հարցեր են ձեզ հետաքրքրում։ Ուրմիան մտածելուց նախ ինքը ինչ որ ձև ասոցացվում է իմ ազգանվան հետ, բայց բացի դրանից ինքը Ուրմիա լճի ոնց որ անունն է կրում Կապուտան լիճը, երբ որ Հայաստանի տարածքում ա եղել այդ լիճը եւ ինչպես բոլորս գիտենք բնապահպանական աղետի մեջ է այդ լիճը եւ ցամաքելը այլևս գոյություն չունի, այո, Իրանի տարածքում գոյություն չունի ու փաստացի ես սկզբից որ այդ պրոյեկտը մշակել է, ինքը նաև ոնց որ երաժշտության միջոցով բնապահպանական այդ ուղղվածությունը ուներ, նաև պլանավորված էր, որպեսզի մենք այնտեղ նկարահանեինք ինչ որ ելույթ, բայց դե իրավիճակը այնպիսին է, որ անհնար է դա իրականացնել ու նույնիսկ եթե խաղաղ լիներ, ոնց որ Իրանի վարչակազմը իր չեր թույլատրի ոչ մի ձև, որպեսզի Ուրմիա լճի մասին ինչ որ բարձրաձայնող կամ բնապահպանական աղետ որպես ներկայացվող ինչ որ պրոյեկտ այնտեղից դուրս գար։ Գիտեմ, ապագայում գուցե լինի, բայց հատկապես Ուրմիա լճին որոշեցիք անդրադառնալ, դա որ ձեր ազգանվան հետ է ասոցացվում, դա այո, որտեվ ազգանվան հետ բացի դրանից ծագումնաբանական հարցեր կա, որ հենց մեր ազգանունը գալիս է այդ տարածաշրջանից, այդ ժամանակաշրջանից, այդտեղից են եւ մենք եւ ես ինչ որ այդ անունը մտածելուց շատ մեծ ջանքեր չեմ գործադրել, որ ինչ լինի, որ ինքն մեծ գաղափար լինի եւ այլն, դա ինձ շատ հոգեհարազատ է։
բայց հենց այդ եմ ասում, որ սկզբում գաղափարայետ էր, որպեսզի այդ բնապահպանական խնդիրներին բարձրաձայնման վերաբերյալ լիներ պրոյեկտը, բայց հետագայում արդեն երբ որ սկսեցի գործունեությունը, մի քիչ ինքը փոփոխվեց եւ չի բացառվում, որ ինքը ոչ միայն այդ տարածաշրջանի, այլ նաեւ մեր երկրում այդ խնդիրների բարձրաձայնման մեթոդ դառնա, որպես պրոյեկտ ու որպես երաժշտական ուղղվածություն շեշտադրում անել տարբեր տեսակի բնապահպանական խնդիրների հենց Հայաստանի տարածքում։ Իսկ ուրիշ այլ խնդիրներ ձեզ հետաքրքրում են։ Ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները մեր գալիս է նրանից, որ մենք քիչ ենք սիրում մեր երկիրը, այսինքն քիչ ենք ճանաչում մեր երկիրը, քիչ ենք տեր կանգնում մեր երկրին, քիչ ենք մեր երկրի մասին հոգ տանում, այդ թվում երևի ամենաճիշտ մոտեցումը հենց այդ բնության հետ կապը ունենալն է, որովհետև յուրաքանչյուր այլ տեսակետ, յուրաքանչյուր այլ մոտեցում դիտարկվում է կամ քաղաքական, կամ ինչ որ այլ անվանումներ են գծվում, որը որ առհասարակ իմ բնույթից ու իմ մոտեցումներից շատ հեռու է։ Դրա համար երևի ես ավելի շատ ոնց որ Հայաստանը սիրում եմ իր ներկայությամբ մեր կյանքում, իր գեղեցկությունները բացահայտելով, իր նաև լավ ճանաչելով բոլոր տեսակետից եւ լավ եւ վատ կողմերից եւ ամենակարևորը Հայաստանը մարդիկ են ու այդ մարդկանց պատմությունները նույնպես ինձ հետաքրքիր են ու ես իմ ստեղծագործական կյանքում կլինի դա Ուրմիա պրոյեկտի մեջ թե Սերգեյ Ումրյանի կոմպոզիտորական ստեղծագործությունների մեջ ես տենց առանձնացնում եմ ու կարևորություն եմ տալիս այդ գաղափարներին։ Իսկ դուք հայրենասիրական գործ կգրեիք։ Նայես թե ինչն ազգագրական երգ չէի գրի, դա հաստատ չէի գրի, բայց ես ինքս նաև երգում եմ ֆոլկլոր, ժողովրդական երգեր ու հենց բնական մաքուր այդ պապիցս ժառանգած ունեմ եւ ինձ դա դուր է գալիս։ Ես գուցե որպես երգարվեստի մեջ ինչ որ փորձառություն մեր ավանդական ֆոլկլորի նորովի մշակումներ եւ այլն գուցե անեմ, մի քանիսը ունեմ նույնիսկ, բայց որպես ավելի ինչ որ խորը բան դեռ չեմ պլանավորել, բայց ամեն դեպքում ես կրող եմ ու ես երգում եմ ու ես զգում եմ, որ երգելուց ես շատ իսրտե եմ այդ երգում, որտեղ ներսից գալիս է դա, ոնց որ փոխանցվել է ինչ որ մի կերպ։ Դա է պատճառը հիմնելու Armenian National Music այդ կազմակերպությունը։ Հետաքրքիր հարցեր, չէի մտածել այդ ուղղությամբ։ Կարող է։ Ճիշտն ասած ինքը իմ եւ իմ ընկերոջ Տիգրան Քեշիշյանի պրոյեկտն է, որը որ մենք ուսանողական դեռ տարիներին ենք սկսել անել, արդեն Armenian National Music-ը կա 13 տարի, այս տարի 13-րդ տարին է լրանում։ Ինքը ինչի համար ենք մենք ստեղծել, մենք սկզբում ուզում ենք ուղղակի որ հասանելի դարձնենք բոլոր այն ձայնագրությունները, որոնք որ ես եւ ինքը ունենք մեր արխիվներում, որոնք որ ոչ միտեղ չկար համացանցում։ Սկզբում որոշեցինք տենց ստեղծել, հետագայում արդեն քիչ լրջացավ ամեն ինչը ու 2019 թվականից սկսած մենք փոխեցինք ամբողջ ուղղությունը, այն դարավ բացի դրանից, որ ինքը պրոպագանդում է այն ինչ որ արդեն ստեղծված է, դարավ նաև ստեղծող, դարավ նաև label, ձայնագրման եւ տեսանկարահանման կազմակերպություն, որտեղ որ մենք իրականացնում ենք տարբեր պրոյեկտներ, մենք համագործակցություններ ունենք մեր առաջատար երաժիշտների հետ, ամբողջ աշխարհով մեկ օպերային երգիչներից սկսած, սիմֆոնիկ նվագախմբերը մեր, կամերային երաժշտության բազմաթիվ ու կատարել ենք ավելի քան 400 տեսաձայնագրություններ, որոնք որ մեր արխիվում կան, YouTube-ում հասանելի են,
Եվ ամենակարևոր գործունեությունը, որ A&M-ը սկսեց 2019 թվականից, դա հայ կոմպոզիտորական արվեստի թվայնացումն է, որը որ մենք շարունակական, այո, կոմպոզիտորական արվեստ է հիմնականում, դասական դա ավելի շատ դասական եւ նաեւ գրառված ֆոլք երաժշտությունը, այդ թվում նաեւ Կոմիտասի, ինչա տեղի ունենում, մենք որոշեցինք, որ պետք է արխիվային դիջիթալ տարբերակով պահպանվեն ու լինեն հասանելի ամբողջ աշխարհին մեր երաժշտությունը, որովհետև ժամանակի պահանջն է դա, ու մարդիկ արդեն կամաց թղթային ոնց որ նույնիսկ կատարման ժամանակ պլանշետներով են կատարում հիմա երաժշտությունը, դասական երաժիշտները հենց եւ պետք է ստեղծել այդ հնարավորությունը, որպեսզի հայ երաժշտությունը նույնպես հետ չմնա այդ ամեն ինչից, ու եթե հաշվենք մեր տարածաշրջանում, մեր կողքի պետություններում շատ ակտիվ իրանց երաժշտական կյանքում դա տեղի է ունենում, մենք մի քիչ դանդաղ ենք ընթանում, որովհետեւ ռեսուրսների խնդիր կա, ֆինանսական հարցեր կան եւ այլն, բայց քիչ-քիչ գտնում ենք տարբեր գործընկերներ, ովքեր որ կիսում են նույն գաղափարը, օրինակ հոսք հիմնադրամը անցած տարի ֆինանսավորեց որոշակի քանակի թվայնացում տեղի ունեցավ, նախարարության ֆինանսավորմամբ ենք ձայնագրություններ արել, թվայնացում չենք արել նախարարության ֆինանսավորմամբ եւ հիմնականում մենք մեր ռեսուրսները, այն ինչ որ գեներացնում ենք մեր կոմերցիոն պրոյեկտ բերում ենք թվայնացման մեջ ենք ներդնում, որովհետև հավատում ենք, որ ժամանակի ընթացքում դա դառնալու է մեծ հասկայական հայ երաժշտության գրադարան, ու հիմա էլ արդեն դարձել է այդպիսին, որովհետև հայ կոմպոզիտորի երաժշտություն ես փնտրում Google-ում, առաջինը միշտ մեր կայքն է բերում, եւ դա արդեն ոնց որ Google-ի համար էլ ոնց որ վստահելի ու ճանաչելի աղբյուր է դարձել, եւ դա շատ կարեւոր է մեր ժամանակակից կյանքում։ Սերգեյ, իսկ ինչպես է գնահատում այսօրվա կոմպոզիտորական արվեստը, ընդհանրապես հայկական երաժշտությունը բոլոր ժանրերում, եթե այդպես դիտարկենք, նաև հաշվի առնելով ձեր փորձը ձայնագրման, թվայնացման եւ այլն, այսպես որ նայում ենք, բայց կուզեի որ խորհրդային ժամանակները հանգիստ թողնեինք մեր ժամանակներում ավելի։ Ես կարծում եմ, որ մեր ժամանակների կոմպոզիտորական երաժշտությունը շատ ավելի առաջադեմ է եւ քայլում է շատ ժամանակ հավասար եվրոպական ժառանգության հետ։ Վերջերս մենք ունեցանք հրաշալի մի լուր, երբ որ Հովիկ Սարտարյան, ով որ ծնունդով Արցախից է, ստացավ կոմպոզիտորական ամենահեղինակավոր մրցանակը աշխարհում, դա Ernst von Siemens Foundation-ի Composers մրցանակն էր, որը որ ստանում են աշխարհի լավագույն կոմպոզիտորները ու ստանում են դա այդ մրցանակը իրանց անցած ճանապարհի համար։ Հայաստանի պատմության մեջ առաջին նախադեպն էր, որ նման բան է տեղի ունենում ու հայ կոմպոզիտորը ստանում է նման բարձր մրցանակ եւ բացի դրանից մենք ունենք դրսում, ներսում գործող կոմպոզիտորներ, ովքեր որ մեծ երաժշտական ժառանգություն են ստեղծում հիմա, որը որ գնահատված է Եվրոպայում, գնահատված է այլ երկրներում, Հայաստանում քիչ-քիչ ձևավորվող տարբեր միջավայրերում ունի իր տեղը, բայց որ ասեմ լայն հետաքրքրություն կարող է դա առաջացնել, դա տենց չի ու ամբողջ աշխարհում էլ ակադեմիական, կոմպոզիտորական արվեստը նույնպես չի, որ մեծ լսարանների համար է նախատեսված, ուղղակի ավելի երբ որ միջավայրը կա, միջավայրը մեծ է երաժշտական դաշտի եւ մշակույթի, այդ միջավայրում ոնց որ այդ երաժշտություն սպառում է իրեն, բայց մեր տարածքում, Հայաստանում, մեր շրջակայքում, պոստսովետական երկրներում դա այդքան էլ ոնց որ լայն տարածում չունի եւ քիչ-քիչ նոր ձևավորվում է ու
եւ արհեստական բանականությունից խոսելուց ես շատ կարծում եմ, որ երբ որ արհեստական բանականությունը մտավ մեր կյանք, ակուստիկ երաժշտության ու կոմպոզիտորական երաժշտության արժեքը շատ ավելի բարձրանալու է եւ շուտով շատ ավելի թանկ է դառնալու այդ ամեն ինչը։ Ես հակառակն էի մտածում էի միգուցե այդ մասնագիտությունը կամաց կփոխվի կամ չեմ կարծում որ կփոխվի, այլ այդ արհեստական բանականությունը դաշտից կհանի բոլոր սիրողական երաժիշտներին ու այն մարդկանց, ովքեր որ երաժշտություն գրում են ուղղակի գրելու համար կամ երաժշտություն գրում են իրենց չհավատալով նույնիսկ ու արհեստական բանականությունը չի կարող փոխարինել այն հեղինակներին, ովքեր որ ունեն բավականաչափ կրթություն, ճաշակ եւ մոտեցումներ, որը որ անընդհատ զարգացող process է, ու այդ process-ի ընթացքում օրինակ նույն ֆիլմի երաժշտության մեջ թվում է թե ռեժիսորները կարող են վերցնել արհեստական բանականությամբ գեներացված յուրաքանչյուր հնչողություն եւ տեղադրեն իրենց ֆիլմում, այլ կոմպոզիտորին չպատվիրել, բայց դա մեկը չի ունենա այն արժեքը, չի ունենա այն էմոցիոնալ կապվածությունը, չի ունենալ այդ կոմպոզիտորի մոտեցումը բառին, տեսարանին, խոսքին եւ այդ սաղ ամեն ինչը կարեւոր է։ Իսկ ձեզ չի հանդիպել, որ չկարողանաք տարբերել արհեստական բանականության եւ կոմպոզիտորի գրված ստեղծագործությունը։ Եթե նույնիսկ հնարավոր է որ արհեստական բանականությանը շատ ճշգրիտ խնդիրներ տալ եւ նա չտարբերվի ամենևին։ Եթե դա որպես ասիստենտ է օգտագործված, տարբերել չի լինի, բայց եթե ուղակի վերցրած արհեստական բանականության գեներացրած երաժշտությունը եւ դա ներկայացվում է որպես ինչ որ մեկի ստեղծագործություն, դա շատ հեշտ միջազգային պրակտիկայում էլ ես արդեն կարող խոսեմ որպես դիստրիբյուտոր, որովհետեւ մենք համագործակցում ենք աշխարհի ամենահայտնի լեյբլներից մեկի Sony Music-ի հետ եւ թողարկում ենք երաժշտություն եւ մեր համակարգում օրինակ եթե արհեստական բանականությամբ գեներացված նույնիսկ նկար է տեղադրվում, համակարգը միանգամից մերժում է եւ բացում է։ Մերժումը չի թույլատրում այդ երաժշտության ոնց որ տարածումը, բայց կա մի հատ շատ բարդ խնդիր, որը կոչվում է բիզնես եւ այդ բիզնեսը շատ բաներին կարող է վնասել, որովհետեւ օրինակի համար վերջերս իմացանք, որ Spotify-ը AI գործիքների կիրառությունը online-նելու է իր հարթակում եւ սկսելու է ինքը գեներացնել AI երաժշտություն եւ այդ երաժշտությունը շատ ավելի շատ տարածել իր ալգորիթմերի միջոցով, քան ստեղծագործական երաժշտությունը, որը մարդիկ են ստեղծում, դա զուտ բիզնեսի շահերից բխող գործողություն է, որի դեմ հիմա մեծ լեյբլները պայքարը արդեն սկսել են, բազմաթիվ դատական process-ներ կա ու շատ հնարավոր է, որ այդ ճանապարհով գնացող նույնիսկ Spotify-ի պես հզոր կազմակերպությունը, որ աշխարհի երաժշտական կոնտենտի շատ մեծ լսարան ունի, կարող է կորցնել, որովհետև ամեն դեպքում այդ օրինակ Մայքլ Ջեքսոնի երգերը մի վայրկյանում կարող է Sony Music-ը ընդհանրապես հանել Spotify-ից եւ եթե հաշվենք թե քանի միլիարդ դոլար կկորցնի ինքը այդ գործողությունից հետո ոչ մի արհեստական բանականությամբ գեներացված երաժշտությամբ ինքը այդ փողերը հետ չի բերի էլի։ Շատ լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, մենք ունենք 2 րոպե ժամանակ, Սերգեյ, ինչ նախագծեր, ծրագրեր ունեք առաջիկայում եւ ստեղծագործական իմաստով եւ կազմակերպչական, որովհետեւ այդ կողմին մենք գրեթե չանդրադարձանք ձեր պրոդյուսերական գործունեությանը։ Կազմակերպչական ունեմ մի շատ հետաքրքիր պրոյեկտ, որը ամռանն է լինելու, դա շատ ճակերտներ չեմ կարող բացել, բայց դրա հետ առանձին հետագայում կխոսենք, վստահ եմ։ Մայիսին տեղի ունենա Crossroads ֆեստիվալը, որի պրոդյուսերն եմ ես նաև, որը որ այս տարի արդեն 9-րդ անգամ է տեղի ունենում եւ այս տարի հրավիրվում են տարբեր երկրներից ուսանող կոմպոզիտորներ, որոնք Դիլիջանում պետք է ակադեմիա որպես մասնակցեն, տեղում ստեղծագործեն եւ այդ ստեղծագործությունը համերգում հնչի
Եվ դա մենք անում ենք Ernst von Siemens ֆոնդի, եվրոպական ֆոնդի ֆինանսավորմամբ։ Իմ ստեղծագործական կյանքում էլ Եթե իհարկե ժամանակ մնում է ստեղծագործելու։ Չէ, մնում է, որովհետև ես միշտ առանձնացնում եմ դա իմ համար։ Ստեղծագործական կյանքում պատրաստվում ենք նոր բալետային ստեղծագործության Ռիմայի հետ Պիպոյան եւ արդեն աշխատում ենք այդ պրոյեկտի վրա։ Հույս ունեմ շատ, որ անցած տարվա Իկոնա բալետը, որը Ռուսաստանում շատ մեծ արձագանք ունեցավ, հույս ունեմ, որ այս ամառ Հայաստանում կբեմադրվի, կցուցադրվի եւ Ուրիմիայի հետ կապված էլ ընթացող process է ու ամեն ամիս գրեթե նոր թողարկում ունեմ։ Շնորհակալություն Սերգեյ հետաքրքիր զրույցի համար, ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Ումրոյանն էր։ Մենք խոսում էինք երաժշտական զարգացումներից։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն